այն ուժերի, ում հետ ունենք ուրեմն ընդհանուր գաղափարներ, ընդհանուր մոտեցումներ։ Ով պատրաստ է իր նպաստը բերել մեր պետության կայացմանը, մենք դա միայն կողջունենք, մենք խնդիր չունենք։ Մենք ոչ մեկի մեջ թշնամի չենք մտնում, ոչ իշխանական միանգամից գործի եք անցնելու եւ այսպես հետընտրական գործընթացներում ներգրավվելու եք, մասնակցելու եք։ Առաջիկայում ուրեմն Երևանում տեղի ունենալիք հաշվապետի ընտրությունը մենք պատրաստվել ենք այդ ընտրությունը, ուղղակի թե անուղղակի կերպով անպայման մենք մեր մասնակցությունը բերելու ենք Երևանի տեղի ունենալիք ընտրությունը։ Մեր գլխավոր խնդիրը կերտելու նոր հայց։ Չէ, ծրագրային կուսակցությունը ծրագրային ձեր գլխավոր ծրագիրը ում եկել եք ինքնով։ Մենք ուզում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ որևիցե բիզնես չի արտադրում, որևիցե անդի։ Այսինքն կունենանք իրապես մրցակցային, ուրեմն տնտեսություն ունեցող Հայաստան։ Առանց մրցակցային տնտեսություն Հայաստանի մենք չենք կարող ուղղակի կայանալ։ Տեսեք, հիմա ինչպիսի մոդել է, ոչ կապիտալիզմ, ոչ սոցիալիզմ։ Հասկանում եք, անհասկանալի մի իրավիճակ է դա։ Դա պետք է փոխվի։ Դուք որի կողմնակիցն եք։ Մենք ազգային ազատական արժեքներ գրող ուժ ենք։ Մի հարց էլ հաջորդամ, այսօր հա այսպիսի իհարկե նաև ես խնդրում եմ ավարտեմ նաև միտքը, մեզ համար նաև առանցքային ուրեմն խնդիր է հանդիսանում, մենք ջանք ու եռանդ ուղղակի ենք գնալու մեր ուժերի հնարավորին չափով հասնել նրան, որովհետեւ Հայաստանում հարուստը շատ հարկ վճարի, աղքատը շատ քիչ է։ Այսինքն պետությունը պետք է ունենա որոշակի իհարկե սահմանափակված դեր տնտեսության կառավարման հարցում։ Իհարկե սահմանափակ եւս մեկ անգամ ուզում եմ։ Ինձ այսօր ցավոք սրտի չկա։ Վայրի ֆեոդալիզմի նման ուրեմն տնտեսություն։ Մի հարց հատամ ձեզ, այսօր տարածված կարծիք կա ներողություն հարցի համար եւ ով քնից շուտ արթնանում է կամ քաղաքական գործիչ է դառնում կամ կուսակցություն է ստեղծում։ Ձեր կուսակցությունը կոչվում է նոր կուսակցություն։ Ամեն դեպքում ձեր ասած խոսքերից պարզ դարձավ, որ ձեր մոտ նորը միայն կուսակցության անունն է։ Բոլոր կուսակցություններն էլ ուզում են, որ Հայաստանում ամեն ինչ շատ լավ լինի եւ այլն հետընտրական այս ժամանակահատվածում 3 կետերը նոր կուսակցության կոնկրետ, որոնք մինչ այս որևէ կուսակցություն չի ասել։ Կարող եք նշել կամ մեկ կետը թեկուզ։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը, թե մեր մոտեցումները մյուսները համին, ես ասեմ ձեզ ավելի շատ կուսակցություններ, շատ բաներ են այս ժամանակահատվածում հայտարարել, մեծ բաների մասին են խոսել, բայց ինչ են արել։ Մենք նոր ենք ստեղծում, գա ժամանակ եւ մենք կապված ենք, որ մենք տարբերվել ենք հակառակ բարական, ուղղակի իմաստ չկա ստեղծել։ Նոր կուսակցություն այլ կանթամագրվենք որևիցե գործողներից մեկը։ Սրանով մենք տարբերվել ենք ուրեմն մյուս կուսակցությունից։ Այնպես որ խոսել բոլորը կարող են, ժամանակն է գործել։ Մենք մեր ուրեմն համեղ միջոցներով մեր ուրեմն ծրագիրը իրականացնենք ու շատ մոտ ապագայում դուք տեսնեք հստակ գործողություններ, որոնք իրականացան նոր Հայաստան կուսակցության կողմից։ Մենք նույնիսկ առանձին օրենքի, առանձին կետերի շուրջ ներկայացնել ենք մեր մոտեցումները։ Այսինքն մենք չենք պատկերացնում այս երկրում քաղաքականություն ոնց որ տարվում է, ունենք այլ մոտեցումներ։ Տեսեք ինչ է կատարվում։ Ով բարձրանում ասում է իշխանություն հեռացիր մենք անք, բայց լավ ինչի համար ես գալի է, բայց դու ունես ասելիք։ Հիմա դուք ունեք ասելիք։ Ուրեմն ընթացքում ինչ կոնկրետ լուծումներ եք առաջարկել, քննադատել կարող են բոլորը։ Դա է պետք է կարողանաս քննադատել զուգահեռ։ Առաջարկես քո մոտեցումները, հակառակ պարագայում դա ընդհանրապես օդի մեջ խոսակցություն։ Կներեք